Հա, սկսեմ նախ դրանից, որ երևի արդեն բոլորդ գիտեք Կոմիտաս 5-ի դեպքերը, ոնց է զարգանում եւ բոլորին նորից հայտնի է արդեն մանավանդ վերջի ոստիկանության հայտարարությունը, որ իրանք արդեն ուզում են քաղաքացիների, որոնք ընդվզում են եւ պայքարում են իրանց իրավունքների համար, բիրտ ուժ կիրառել։ Ուզում եմ հստակ խոսալ ինչի է հրադապ հարցը։ Մենք նշել էինք հայտարարությունից, որ հրադապ է հարցը, որը հարցում սպառնալիք կա։ Գիտեք, Կոմիտաս 5-ի ամսի 23-ի առաջի ձերբակալվողը ես եմ եւ ձերբակալվել եմ ոչ մի բան չանելու համար, կանգնած եմ եղել Սվետաֆորի տակ, մոտեցել է ինձ փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանը, ինքը հրաման է ստացած եղել, դա ագենհայտ է, որովհետեւ հետո հաստատեց դա իր պետը։ Ուրեմն ակնոցները հանում է, տալիս է հետևի ոստիկանին եւ տոշերիցս բռնած ասում է ես քեզ պիտի տանեմ։ Ասում եմ հիմնավորեք ինչ եք տանում։ Մի խոսքով ընկերներս չեն թողում, քաշքշոցը տեղի ունենում։ Երբ որ ոստիկանությունը մի քայլ նահանջում է, մենք ուզում ենք անցումով անցնել եւ վերադառնալ նորից Շին հրապարակ։ Այդ պահին գալիս են մի խումբ մարդիկ, որոնց մեջ կար մի մարդ բոյով, սպիտակ վերնաշապիկով, ես չէի ճանաչում իրան, եւ նորից Արայիկը մոտիկանում է, Պետրոսյանի մասին է խոսքը, ասում է մենք հրաման ունենք քեզ ձերբակալելու։ Մի խոսքով քաշքշոց եւ ինձ բռնում տանում են ոստիկանություն։ Բաժնում հենց ամիջապես երբ մտա ներս, այդ նույն սպիտակ վերնաշապիկով մարդը եկավ ու սկսեց շատ անպատվել, գորգորալ իմ վրա։ Ուզում էր երևի ոստիկանների մնացած դիմաց, այնց, չգիտեմ, չեմ կարող ասել ինչի համար, շատ անիմաստ էր գորգորում, ասացի ինչ եք ձեր ձայնը բարձրացնում, ասես դու չես ասում, այստեղ ես եմ ասողը, եւ ինձ բարձրացրեցին կաբինետ, որտեղ գրված էր ընդունարան եւ պետ։ Եվ ինքը ներկայացավ որպես արաբգիրի ոստիկանության պետ։ Ես իր կաբինետում էի, կար մի կին աշխատող եւ 3 կարմիր բերետավոր։ Ինձ ահագին անպատվեց, սկսած արտակինից, սկսած հակած շորերից եւ առհասարակ վերաբերմունքից Հայաստանի նկատմամբ, ասես դուք մենակ Հայաստանի ավիրման գործով եք զբաղված եւ այլն, բայց դա այդքան էական չի, ինչքան ամենավերջում, օրվա վերջում, երկրորդ անգամ ինքը ինձ կանչեց իր կաբինետ։ Հա, առաջի անգամ ինքը նշում էր դա, որ ես այս ամեն ինչի կազմակերպիչն եմ։ Ես իրան ասում էի, դա ձեր անձնական կարծիքն է, ես ոչ մի բանի կազմակերպիչ չեմ, առավել եւս գաբաթուցի այն, թե դուք հիմա ինձ բռնել եք, բայց այնտեղ շարունակվելու է, որով դուք չեք կարող իրականում այսօրվա ընդվզող քաղաքացուն կանգնացնեք։ Մի խոսքով օրվա վերջում, երբ որ արդեն արձանագրությունը կազմել էին, մի անգամ եւս կանչեց ինձ իր կաբինետ։ Իդեպ ինքը նշեց հետեւյալ, ասեց դու պետք է հպարտ լինես, որ ես քեզ կանչել եմ իմ կաբինետ ու քո վրա գոռում եմ, մի հատ մեր բևերների տարբերությունը նայի ասեց։ Եվ ինձ ասեց, կարծում եմ, որ քեզ այս ամեն ինչ ինչ-որ բան ասեց, եւ ասեց քեզ որպես տղամարդ, ասեցի, այսինքն դուք չեք կարող ի բաշտոնե որպես ոստիկան խոսակ, ասեց ոչ, որպես տղամարդ քեզ զգուշացնում եմ, դու պետքա այս ամեն ինչից դուրս մնաս եւ հեռու մնաս։ Ասեց, եթե հետդ քո հետ վատ բաներ կպատահի, ես հա, եւ ասեց, նաեւ ասեց կգնաս իմ բեռնից կփոխանցես քո ավակ ընկերներին, որ բացի քեզնից քո վրով կանցնենք, հետո իրանց հերթը կգա։ Ես ակնհայտ հիմա հայտարարում եմ մամուլի առաջ, որ եթե ինձ կամ իմ ընտանիքին կամ իմ ընկերներին ինչ-որ բան լինի, ամիջական պատասխանատուն արաբգիրի բաժնի պետ Ամիր Խանյանն է, որով դա ինձ սպառնացել է ինքը։ Իդեպ դրա վարաբացույցը այսօր 3 գիշեր քաղաքապետարանի դիմաց մի քանի մարդիկ քաղաքացիական շորերով որ ձեզել էին մեր էլի այնտեղ նստած ակտիվիստներին, այսինքն հիմա լրիվ սանձարձակ վիճակ է, ակնհայտ երևում է, որ ոստիկանությունը ունի վերևից հրաման, որ ձեծեք ժողովրդին։ Խնդիրը ես իմ եւ իմ ընտանիքի պաշտպանության համար եմ այս հարցը հանրայնացնում, չնայած մենք ոչ մի բանի չենք վախենում իրականում, վախենալու բան չկա այստեղ, բայց նաեւ մեր քաղաքացիներին եմ հորդորում, որ ոչ մեկ չվախենա նման սպառնալիքներից, իրանք ոչ մի բան չեն կարող անեն։